Խորը ցավով ցավակցում եմ Աբաջյան ընտանիքին, այս կորուստը ոչ միայն Աբաջյան ընտանիքին էր, այլ նաև մեզ բոլորիս, իրենց ճանաչողներին, Աբաջյանը իր կյանքով ապացուցեց, որ հայրենիքի համար կապ չունի քանի տարեկան ես, ինքը իր 19-20 տարեկան հասակում մեր բոլորիս ապացուցեց, որ հայրենիքի համար անձնազոհությունը ամենակարևոր բանն է։ Տիկին Աննային ճանաչում եմ արդեն տարի, չեմ կարողանում իր մասին անցյալով խոսել, իր այն ջերմությունը, իր այն ջերմ խոսքերը մեզ, որ տիկին Աննան տալիս էր, այն իր բարի խորհուրդները, ինքը լուսավոր մարդ էր ու շատ անժամանակ էր իր մահը ու շատ մեծ ցավ է դա բոլորիս համար, հիմա սիրտս այսպես գցում է, չեմ կարում խոսամ, որ ինչ-որ ցավակցական խոսքեր ասեմ այս ընտանիքին, որովհետև իրանք հայրենիքի համար սուրբ մարդ են դաստիարակել, հայրենիքին սուրբ մարդ են տվել ու Աբաջյանը այդ կերպարներից էր, ինքը մեր դառնալու է իդեան։ Տիկին Աննան իր հերոսական կերպարով մեզ ապրեցնում էր, ուժեր տալիս ու Աբաջյանը տիկին Աննայի դաստիարակած զավակն էր ու իր այդ հերոսական կերպարից երևում էր ինքը մեր հայրենիքին ինչ հատվել։ Նորայր ջան, դու որ հատվածում էիր այդ ժամանակահատվածում։ Ես էլ եմ Մարտակերտում եղել, ուղղակի մեր զորամասերը երկուսը մի քիչ հեռավորության վրա էին եղել։ Ես էլ եմ վիրավորվել։ Ես ոչ ճիշտն ասեմ, Աբաջյանի մենք երկու անգամ եմ տեսել զորամասում, բայց այն լուրը, որ մեզ հասել է Աբաջյանի զոհվելու, Քարամի Ուրֆանյանի զոհվելու, մենք իրանց պոստերն ենք գնացել, այնտեղ տղերքերտ ենք շփվել ու իրանց այդ կերպարը մեզ ոգևորող էր։ Աբաջյանի Քարամի հետ եմ երկու անգամ շփվել, բայց Աբաջյանի հետ երկու անգամ շփվել, չեմ կարող ինչ-որ շատ խորը մանրամասներ պատմել։ Տղաները այցելում էին, չէ՞ տիկին Աննային։ Միանշանակ մենք ինչ-որ միջոցառումներ, որ լինում էր կամ ինչ-որ մի հարմար առիթով, մենք բոլորս մեր հերոսացին ծնողների հետ հավաքվում էինք, շփվում էինք, շատ լուսավոր մարդ էր ու շատ մեծ ցավ է մեզ բոլորիս համար։ Հերոսներին եւ Արցախը մոռանալ չի լինի, չէ՞։ Իհարկե ոչ, մարդ չի կարող իր հիշողությունը ջնջել, մարդ երբեք չի կարող իր հիշողությունը ջնջել ու այդ ամբողջ անցյալը, այդ ամբողջ շրջանը մեր ուղեղի մեջն է, դա մեր ամբողջ կյանքը մեզ ուղեկցել է ու թե մեզանից ով ինչ ձև իր երեխային, իր զավակին կդաստիարակի այդ ամեն ինչը չմոռանալու հետ կապված, դա էլ արդեն յուրաքանչյուր ինքը իր միտքը, իր խիղճը, հա։ Շնորհակալություն։